Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն եթերում է եւ ես ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին։ Նախ եւ առաջ ուզում եմ մենք նոր շաբաթը սկսենք հաճելի լուրով, շնորհավորանքով, այդ մասին մենք արդեն լուրերի հետ կերող մեր հատուկ թողարկման ժամանակ նշել ենք, մեր հայտնի իրավապաշտպան փաստաբան Լևոն Բաղդասարյանը արժանացել է Արդարության պահապան մրցանակի եւ պիտի ասեմ, որ սա մեզ շատ ուրախացնում է, քանի որ պարոն Բաղդասարյանը, ով Lev Group ընկերության հիմնադիր նախագահն է, Փակ TV-ի լավագույն բարեկամներից մեկը, ում հետ մենք արդեն բավականին ժամանակ ճանապարհ ենք անցնում, արժանացել է նման պատվավոր մրցանակի եւ իհարկե մեր բոլոր ունկնդիրների անունից ուզում եմ նրան շնորհավորել մեկ անգամ եւս։ Եվ հիմա մենք ուղիղ կապ ենք հաստատել Միացյալ Նահանգների հետ, որտեղ մեր զրուցակիցը Կուրիեր թերթի հիմնադիր խմբագիր հասարակական հանրային գործիչ հրապարակախոս Հարութ Սասունյանն է։ Բարև ձեզ, պարոն Սասունյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Դե տեսնում եք, մեր լավագույն իրավապաշտպանը այդպիսի մրցանակ է ստացել եւ հաճելի լուրով ձեզ հետ սկսում ենք, չնայած մեր խոսակցության թեման միգուցե մի քիչ տխուր ստացվի, բայց դա շատ կարեւոր է։ Խոսքս այն իրավիճակի մասին է, որը այսօր տիրում է Հայաստանին եւ հատկապես եկեղեցի իշխանություն այդ հակամարտության։ Իհարկե տեղյակ եք ինչ է կատարվում եւ մեզ շատ հետաքրքիր է լսել ձեր կարծիքը։ Այո, անշուշտ տեղյակ եմ, րոպե հետևում եմ, հավանաբար ոչ միայն ես, ամբողջ սպիրկը աշխարհում եք, ասեմ, որ սկսենք ընդհանուրից, հետո կմանրամասնենք, ինչ որ տեղի ունենում Հայաստանում, մի կողմից շատ ցավալի է, մյուս կողմից էլ ամոթալի է, եւ մենք որ անդադ հորդում ենք, որ մենք աշխարհի առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, հիմա ծաղր ու ծանակ են լինում աշխարհի առաջ, որ մեր իշխանությունները մեր եկեղեցու հետ այսպես են վարվում, ամեն տեսակ լկտի խոսքեր, սպառնալիքներ, որ կաթողիկոսը պիտի վարարնեն, փոխեն եւ այլն, այսինքն աշխարհը ուղղակի զարմանում է, որ ինչպես կարելի է մի քրիստոնյա ժողովուրդ որսկան հին անցյալ ունի, հիմա եկեղեցին հալածում է, եկեղեցու վրա հարձակում է, այս իմ ընդհանուր ակնարկն է։ Հայրենադավ եպիսկոպոսների մի թափառախումբ այսօր սկսել է կատաղի պայքար վեհապար Հայրապետի դեմ եւ սա երբեք չի կարող այսպես դրական, ինչպես ասում են, արձագանքների արժանանալ։ Փառք Աստծո, մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն է կատարել եւ այն ծրագիրը, այն որ այդ չարաբաստիկ, այդ զզվելի նողկալի ծրագիրը սրբապիս, որ ուզում էին եկեղեցու դեմ ծավալել իշխանությունները, ֆիասկո ապրեց։ Ես կարծում եմ, որ Փաշինյանը ինքն էլ հասկացավ, որ այս պայքարում ինքը պարտություն է կրում։ Այո, այս մասին ունեմ ես մի քանի խոսք։ Ուրեմն այս եպիսկոպոսները, որ հիմա ըմպոստանում են եւ անհավատալի խոսքեր են ասում վեհապարի թեմ, գնում են մինչեւ 30 տարի առաջ ընտրությունները գերձվել են եւ այլն, բայց շատ հետաքրքիր է ինձ համար, որ այս նույն եպիսկոպոսները 30 տարի է մեծ մասը ծառայում են որպես բարձր աստիճանի հոգևորականներ, առաջնորդներ, տարբեր դերեր եւ 30 տարվա մեջ մի անգամ մի խոսք չեն ասել։ Ինչ է պատճառը, որ մի անգամից միացան Փաշինյանի հետ, սկսան հալածել եկեղեցին, երբ որ իրենք 30 տարի ոչ մի հարց չունեին, ոչ վեհապարի հետ, ոչ 30 տարի առաջ ընտրության հետ, իրենք վայելում էին բոլոր այդ իրենց պաշտոնի հասած օրհնությունները, թիրքերը եւ վայելում էին եւ հիմա մի անգամից սկսան միանալ մի մարդու, որ հալածում է եկեղեցին։ Այսի առաջին, երկրորդ Փաշինյանը անդադ ասում է, որ ես ուզում եմ վեհապարը
փոխել, վարարնել, որտեղ ինչ որ ընտանեկան հարցեր կան։ Բայց այստեղ շատ զարմանալի մի բան կա, որ մեր ժողովուրդը ընդհանրապես չի անդրադարձել, այն է որ այդ եպիսկոպոսները, որ միացել են Փաշինյանին, բոլորն ալիս անձնապես չեմ ճանաչում, բայց մի քանիսը ես իմանում եմ, ունեն ամենավատ անփարոյական անցյալ եւ ներկա եւ եթե Փաշինյանը իսկապես անգերց է, որ ինգարձիկով անգերց չէ, եւ ուզում է իսկապես եկեղեցին բարելավել, վեապարին վար առնելով եւ փոխարինելով ավելի մեծ մեղքեր գործած այդ եպիսկոպոսներով խումբից մեկին, ոչ թե եկեղեցին չի բարելավում, այլ եկեղեցին թեպի ավելի վատ է գնում, ավելի եւ որտեղ Այս է խնդրումը, որտեղ Փաշինյանի նպատակը եկեղեցի բարեփոխել չէ։ Ինքը քաղաքական արշավի ելած է, իմանալով որ հաջորդ տարի հունիսին ազգային ժողովի ընտրություններ կան, եւ ինքը մեկ-մեկ մեջտեղից հանում է բոլոր տեսակի մարդիկ, որ կարող են իրեն հակադրվել հաջորդ տարվա ընտրություններին։ Լինի աշխարհական, օրինակ օպոզիցիան, լինի գերական Էջմիածին մայրաթոր մեկ մասով արդեն բռնել է բանդը դրել է բանդարգում է դադում է իսկ եթե սպիրկահայ է եւ սպիրկահայը հերվից քննադատում է իրեն սպիրկահայը որ Հայաստան հասնի օտագանը չեմ տոնում որ Հայաստան մտնի մի երկիր որ մեր բոլորի հայրենիքն է Փաշինյանի իր հորը դունը չէ մեր բոլոր հայրենիքն է բոլոր ամեն հայ իրավունք ունի Հայաստան գալու անկախ թե ինչ կարծիքի է որ գոմի է պատկանում եւ այս մարդը քիշեր ցերեկ 7 տարի է խոսում է դեմոկրասիայի մասին ժողովրդավարության մասին բայց ժողովրդավարության ամենադարական սկզբունքը այն է որ խոսքի ազատությունն է ուրեմն եթե ես չեմ կարող ասել իմ խոսքը անգերձորեն ուրեմն այդտեղ արդեն դիկտատորություն է եւ ոչ թե ժողովրդավարություն ուրեմն չի կարելի այսքան անհանդուրժող լինել վարչապետը որ ոչ մեկերնից մենք օրենք չենք խախտում ոչինչ չենք գործում բարձրապես մեր գարձիկն ենք հայտում իմ բարակային ես այդ գարձիկս հայտնում եմ շատ քաղաքավար բարերով առանց լկտի բարեր օգտագործելու առանց ածականների բայց նույնիսկ այդ քաղաքավար վերլուծումը ինքը չի հանդուրժում ինքը միան ուզում եմ որ ամեն մարդ այո ասի եւ անցյալները մի քանի ամիս առաջ էր գարձեմ մամլո ասուրսի ընթացքին Փաշինյանը ասաց որ ես եմ կառավարությունը այսինքն կառավարություն չկա իր մեջ դուրս ազգային ժողով չկա նախարարներ չկան փոխ վարչապետներ չկան դատարան չկա արտգործ նախարարություն չկա, նախագահ չկա, մի մարդ ամեն ինչ ինքը որոշում է, դնորինում է եւ այսի նույն մարդն է, որ ես շատ լավ հիշում եմ, հիշեցնում մեր ժողովրդին, որ 7 տարի առաջ երբ որ հրաբարների վրա կանգնել էր իր ժողովրդին խոսում էր, ասում էր ես ոչ մի որոշում չեմ առնելու առանց գալու այստեղ հրաբարակ, ցեզ ներկայացնելու իմ հարցը որոշումը առաջարկը եւ եթե դուք համաձայն լինեք այնադեն ես կգործադրեմ ձեր որոշումը ուրեմն այս մարդը որ ժողովրդի գարձիկով պիտի երկիր ղեկավարեր 7 տարում մի անգամ ժողովրդի գարձիկ չի հարցրել եւ ոչ միայն ժողովրդի գարձիկ չի հարցրել ինքը իր ներքին խորհրդականների գարձիկը չի հարցնում ազգային ժողովում երբ որ հարցեցին թե այսինչ հարցը կարևոր մի հարց ում հետ խորհրդակցեցիր ինքը շատ հանգիստ ասեց ոչ մեկի հետ ես ինքնուրույն որոշել եմ այս հարցը ուրեմն պետությունը ինքն է իշխանությունը ինքն է չկա այդ բոլոր պետական հաստատությունները այսօր թղթի վրա կան բայց ինքը ոչ մեկին չի լսում եթե ինքը կարող խելամիտ մի անհատ լիներ անձնավորություն լիներ ասենք որ ոչինչ եթե չի լսում ինքը արդեն ամեն ինչ իմանում է բայց այս մարդը ամեն ինչ չի իմանում ոչ մի բան չի իմանում եւ ոչ էլ իմացողին չի լսում ամենը վատ վարիանտն է էսի որ չիմանաս եւ
խորհուրդ չլսես։ Եթե չիմանաս խորհուրդ լսես, դա լավ է։ Կամ եթե խորհուրդ չլսես, բայց արդեն դու իմանում ես ամեն ինչ, դա լավ է։ Բայց թե չիմանաս եւ թե խորհուրդ չլսես, ամենևատ գացությունն է, որ ընդունելի չէ, դեմոկրասի չէ, այսինքն մենք հիմա դարձել ենք Հյուսային Կորեայի նման մի երկիր, որ երկրի ղեկավարը ամեն ինչ ինքը ինքնուրույն որոշում է։ Պարոն Սասունյան, դե տեսեք, դուք այն երջանիկ մեր հայրենակիցներից եք, ով բախտ ունեցավ ժամանակին աշխատել հայ մեծ բարերարի Քրքորյանի մասին է խոսքս, ով իսկապես հայ ժողովրդի հերոսը լինելուց բացի մեծ բարերար էր եւ ամեն ինչով օգտակար էր լինում։ Փառք Աստծո, որ նա չտեսավ այս այլանդակությունները, հատկապես մեր եկեղեցու հետ կապված այս պատմությունը։ Ճիշտ է, հոգևոր գերագույն խորհուրդը, կներեք ուղիղ եթերում է, ես ուղիղ եթերում եմ, հետո ձեզ կզանգեմ, շնորհակալություն։ Փառք Աստծո, ասում եմ, որ նա չտեսավ այս ամենը եւ փառք Աստծո, որ մեր գերագույն հոգևոր խորհուրդը մերժեց այս հայրադավ հոգևորականներին, որոնք փորձեցին տապալել եկեղեցին ներսից։ Այ եթե կենթանի լիներ Քրքորյանը, նա ինչպես կանրադառնար այս ամենին։ Վել Քրքորյանը ոչ միայն մեծահարուստ էր, այլ մեծ հայրենասեր էր։ Ես իրեն հետ հարյուրավոր ժամ խոսել եմ առանցին եւ շատ զգացված եմ, որովհետեւ ինքը իր սրտից ուզում էր օգտակար լինել հայրենիքին։ Երբ որ իրեն առաջարկում էին բիզնես Հայաստանի մեջ, ասում եմ ես փող աշխատում եմ Լաս Վեգասում, բայց չունեմ Հայաստանից փող աշխատել, ես միայն ուզում եմ Հայաստանին օգնել։ Այդ էր նպատակը։ Այսինքն այդ մարդը միլիարդներ ուներ, ամենահանգիստ ջող կյանքը ուներ, ոչ մի բանի բագաժ չուներ, միակ բանը որ ինքը ուզում էր, որ օգտակար լինել հայրենիքին։ Այդ էր։ Բայց եթե հիմա այսօր ապրել տեսնել, որ հայրենիքը ինչ վիճակում է, լրի պիտի ինֆարկտ խփեր, սրտի կաթված լիներ եւ շատ թշկող լիներ, այսինքն չեն ուզում որ մարդը մահացած լինի, երանի կենթանի լիներ, բայց այսպեսի բաներ որ բադաում էր ավելի փոքր մասշտաբի, ինձ զանգում էր, գնում էր մոտ խոսում էինք, բացատրում եմ, որտեղ ինքը այդքան մոդիկից չէր կարող հետևել իր բիզնեսի պատճառով, իսկ ես հետևում էի, իրեն ամեն ինչ ասում էի, բայց հիմա այդ մարդը այս օրերը բարեբախտաբար չտեսավ, որտեղ շատ պետք է զայրանար եւ զարմանար։ Գիտեք, ես պիտի ասեմ, որ իսկապես այն ամեն ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, մեղմ ասած շատ զզվելի իրավիճակ է։ Եվ ավելին, ես կարծում եմ, որ հատկապես Սփյուռքում մեր միլիոնավոր հայրենակիցները պարզապես ապշած են, թե ինչպես կարող էր ստեղծվել նման իրավիճակ, երբ մենք փաստորեն աշխատում ենք հարևան թշնամի երկրի թելադրանքով։ Սա երևի Ալիևն ու Էրդողանը այսքան չէին կարող խառնել, քանդել, որքան մեր իշխանություններն են դա մեզ համարանում։ Այո, ես միշտ ասում եմ, որ ներքին թշնամին ավելի վտանգավոր է, քան թե արտաքին թշնամին։ Որտեղ արտաքին թշնամին արդեն իմանում ես, որ քո թշնամին է, ամեն ինչ անելու է քո դեմ։ Բայց չես սպասում, որ մեկը քեզ թաշունահարե քո գրնագից, ներսից քեզ ոչնչացնեն, գործանեն, ուրեմն այս է մեր խնդրը։ Վերադառնալով եկեղեցական հարցերին, ուրեմն երկու բան է ստեղծելիք։ Մեկը այն է, որ բեապարը երեք կարծեմ քերակուն խորհրդի երեք անդամները փոխարինեց, որ այդ երեքը այդ դասի մեջ էին, որ ըմպոստ եպիսկոպոսներ էին, բեապարը հանեց քերակուն խորհրդից եւ նոր տեխնազուներ դրեց այդտեղ, դա շատ լավ է, բայց իմ կարծիքով դա բավարար չի։ Այս գեղարականները, որ ըմպոստանում են բեապարի թեմ Հայաստանից առաքելան եկեղեցու թեմ, իրենք այլևս ոչ մի իրավունք ունեն հոգևորական լինելու
եւ այդ առաջնորդի arczepiskopos-ի մակտիրները ունենալու, որտեղ իրենք խախտած են Հայաստանի եկեղեցու գրոնակիրքը, օրենսակիրքը, որովհետեւ գնում են Վարշավետի մոտ, որ քաղաքական թեմք է եւ իր հետ որոշում են միասնաբար, թե ինչ անեն եկեղեցու դեմ։ Հինգշաբթիը օրգանացին Էջմիածին, Վարշավետի ինքը մամլասուլիսին երեք խոստովանեց, որ այո, ինքը ասաց, թե ես չեմ օգորտում, բայց ես համաձայն եմ իրար գաբի մեջ ենք եւ այլն։ Այսինքն իսկույն մեջ օգորտում է եւ Վարշավետը իր համանդրական իրավունքների մեջ չի մտնում եկեղեցի վեապար փոխել, եկեղեցու կանոնակիրքը փոխել, հրանքներ տալ, սպառնալ, այս բոլորը հագասահմանադրական են։ Խախտում է ինքը սահմանությունը։ Անշուշտ ոչ միայն այս բարակային խախտում է, այն 7 տարի է ինքը խախտել է հարյուրավոր օրենքներ Հայաստանի եւ հուսամ օրը գա որ իրեն բարասխանելու կբռնեն այդ խախտումների համար եւ արդար իր թադը կստանա հիմա այսպես է ուրեմն ես կարծեմ որ վեապարը պետք է շատ արագ գարկալուզ անը այս բոլոր 10 եպիսկոպոսներին որոնք մի հայտարարություն սակրեցին մի քանի շաբաթ առաջ եւ ատկեի վեր մի քանի եւս հայտարարություն այս մարդիկ այլևս հոգեվորական չեն կարող լինել որտեղ իրենք գնում են Հայաստանից արքան եկեղեցու թեմ չես կարող թե եկեղեցու մեջ լինել եւ թե եկեղեցու թեմ լինել կամ ընտանիքի անդամ ես կամ ընտանիքի թշնամի ես չես կարող թե անդամ լինել եւ թե թշնամի լինել այդպեսի բան չկա աշխարհում Դե իհարկե ես ձեզ հետ լիովին համամիտ եմ, բայց այնուամենայնիվ պարոն Սատմյան, ես գիտեմ որ Սփյուռքը իսկապես նույնպես շատ ծանր տարավ այս ներքին խժդժումները կապված մեր եկեղեցու հետ։ Ինչ եք կարծում, այնուամենայնիվ հարյուրամյակների պատմություն ունեցող հայ առաքելական եկեղեցին ի վիճակի է այսօր հաղթահարելու այն բոլոր տեսակի դժվարությունները, ինչ այսօր ծառայացել է Մայրաթորի նկատմամբ։ Այո, ուրեմն չեմ ասել, եթե մեր ժողովուրդը նկատել է, որ վեապարը ինքը շատ զուսպ բահում է, այսպես ծայրահայական արդարոց բաներ չի ասում, չի սպառնում, ուզում է որ այս վեճը հանդարտվի, որ սկսենք մենք մտահոգվելու ոչ թե ներքին պայքարներով, այլ մեր թշնամիների թեմ։ Մեր թշնամիները ամեն րոպե պատրաստ են ամեն ինչ անելու մեր թեմ։ Մենք իրենց այս արիտը տալիս ենք, արդեն մենք փոքր ժողովուրդ ենք, արդեն դգար ժողովուրդ ենք, մենք մեզ ավելի դգարացնում ենք, փոքրացնում ենք։ Ուրեմն պետք է որ այս ներքին թշնամիները ցերպազատվել լինեն անոնք հոգեվորականներ թե քաղաքական մարդիկ որտեղ մենք պետք ունենք միասնականության բոլորս միասին անկախ թե որտեղ ենք ապրում մենք ունենք բոլորս մեկ հայրենիք այդ հայրենիքը Հայաստանն է ուրիշ հայրենիք չունենք անոնք որ ասում են դու Սփյուռքում ապրում ես իրավունք չունես կարծիք հայտնելու ես ուղում եմ իրենց հետևյալն եմ ասում եմ ես ցես բացատրեմ թե դուք իսկության մեջ ինչ եք մտածում ինչ եք ասում դուք չեք հասկանում ձեր ասածը ձեր խնդրումը չէ որ Հարութ Սասունյանը Սփյուռքում նստած է եւ գարձիկ է հայտնում ստեպկերի մասին ձեր խնդրումն է որ ես գարձիկ եմ հայտնում քննադատական Փաշինյանի թեմ եթե պատահեր որ ես այս հարցազրույցներում անընդհատ քովասանք անեի Փաշինյանին Փաշինյանի գոմնագիստները երբեք ինձ չէին ասելու որ դու իրավունք չունես Վարշավետին քովասանք անելու որտեղ Սփյուռքում ապրում ես so իրենց խնդրումը ոչ թե որտեղ ես ապրում այլ քո գարձիկը քո դիրքորոշումն է որ իրենք չեն ընդունում այստեղ նաև գուզեմ ավելացնել ավելի կարևոր հարցը
Ուրեմն 7 տարի է, որ վարչապետը իր աթոռի վրա նստած է եւ դակավին ուզում է հաջորդ տարի շարունակել 5 տարի, 10 տարի, 20 տարի, որտեղ աթոռին գված մի մարդ է, աթոռ ավելի սիրում է, քան թե հայրենիքի շահերը։ Ուրեմն այս մարդը դարերի ընթացքին զանազան գուսակցություններ, խմբավորումներ, փողոցիչան, ցույցեր կատարեցին, բանջեցին վարչապետի հրաժարականը, բայց տեղ չհասան։ Ինչի համար, որտեղ իրենք բաժան են։ Ամեն մեկը ունեն 1% վարգանիշ, կամ 5% կամ 40%։ Բարեպատաբար Փաշինյանին վարգը, որ 7 տարի առաջ 82% էր, հիմա շատ մոտ է 10%-ի, էդի լավ լուր է։ Վատ լուրն է, որ իր հագարակորդները անշատ 1%, 5% են եւ չեն միանում, միասնականություն չկա։ Եթե միանան, բոլոր դասնակներով, խմբավորումներ ուսուցիչները գլինեն 30-40% եւ հաջորդ ընտրություններին վստահ իրենք կհաջողեն։ Բայց մերժում են։ Հիմա նորությունը հետեւյալն է սարսի մեջ, որ Փաշինյանը հարձակվելով Հայաստանից եկեղեցու վրա, վեապարի վրա, ուրեմն մեր ժողովուրդը, որ երկար տարիներ այսպես քնում էր եւ անդարբեր էր միան ուդել խմելով սպառված էր, հիմա որ տեսնում է որ վարչապետը հարձակում է եկեղեցու վրա, մի բան որ մեր սրբությունն է, սրբություն սրբոցը եւ 1700 տարի ավելի մեր եկեղեցին է, որ մեր ժողովուրդը եկեղեցին պաշտպանած է եւ որ պետություն չունենք, ժողովուրդը հիմա սկսում է նոր արթնանալ մի փոքր այդ օրինակը տեսանք 5 շաբթի օրը, երբ որ 10,000, 15,000 մարդ եկավ ինքնապուխ Էջմիածինը պաշտպանելու։ Եվ հուսամ, որ վարչապետը մի քիչ խելամիտ կլինի եւ կանչադառնա, որ եկեղեցու դեմ պայքարելը ինքը որևէ շանս չունի հաղթելու եկեղեցին, որտեղ ինչ որ ինքը հետևորդ ունի, այդ հետևորդները հաղթած եկեղեցու անդամներին Փաշինյանի հաջորդները նույնիսկ 1% չեն հաղթած եկեղեցու հետևորդներին։ Ուրեմն երբ որ Փաշինյանը փախում է ունում եկեղեցու եւ հետևորդների դեմ, ինքը հավասար պայքար չէ, ինքը շատ փոքր մարդ է եւ փոքրաթիվ հետևորդներ ունի հաղթած եկեղեցու, որտեղ մեր ժողովրդի Հայաստանի եւ Սփյուռքի 90%-ը պատկանում են Հայաստանից առաքելական եկեղեցու։ Հիմա այս որ քրքրությունը ստեղծեց Փաշինյանը եւ ժողովուրդը սկսավ Էջմիածին գալ, պաշտպանել Էջմիածինը, հուսամ այս շարժումը կընդլայնվի, կբազմապատկվի եւ կդառնա գորիզը Փաշինյանի թեմ պայքարելու։ 15,000 հուսամ կլինի հաջորդական 30,000, 50,000, 100,000, եթե 100,000 մարդ հավաքվի, մանավանդ հրաբարակը, վարչապետի շենքի առաջ, եւ ասեմ, որ մենք այստեղ ենք եւ այստեղ մնալու ենք, ոչ թե ելույթներ ունենալու ենք եւ մի քանի ժամ հոգնել ենք դուն գնան։ Մնալու ենք այստեղ, որքան որ պետք է, 10 ժամ, 20 ժամ, 30 ժամ, 40 ժամ, մինչեւ որ վարչապետը դուրս գա եւ իր աթոռից եւ այդ շենքից, իր պաշտոնից։ Ուրեմն հուսամ այս հինշաբթի օրվա այդ հավաքը սկիզբն է, գորիզն է, որ ավելի մեծ թիվով մարդիկ հավաքվեն եւ վերջապես միասնականություն լինի իշխանությունների բոլոր հագարագործների միջև։ Ես շնորհակալ եմ ուղիղ կապի համար, դες ճանաչում եմ մի քանի տասնամյակ եւ շնորհակալ եմ, որ դուք միշտ մնացել եք հավատարիմ ձեր սկզբունքների։ Այլ կերպ չէր կարող լինել, որտեղ միանձնավորություն, ով երկար տարիներ համագործակցել է Քրքորյանի հետ, նա չէր կարող չսիրել իր հայրենիքը, նա չէր կարող այլ շեղումներ ունենալ։ Եվ ես հուսով եմ, որ դուք ինչպես միշտ եղել եւ մնում եք արդարության կողմնակիցը, լավ եղեք, ամուր եղեք, պինդ եղեք, ամենակարևորը առողջ եղեք, հավատացեք, որ ընդհանուր այսպես ջանքերով մենք կարող ենք ոչ միայն մեր երկիրը փրկել այս խառը ծանր իրավիճակից, այլ նաև մեր եկեղեցու այս խայտառակ իրավիճակը շտկելու։ Ես դրա համար ձեզանից շնորհակալ եմ։
Ես եմ ցես շնորհակալ։ Վերջի մի խոսք էլ ասեմ, երբ որ Փաշինյանի թիմագիստները ինձ հետ կապում են, ասում են, «Պարոն Սասունյան, դուք հարմար նկատում եք, որ Հայաստանի կառավարության քննադատում եք»։ Ես էլ ասում եմ, նախ հաջող չէ ինձ համար քննադատել իշխանությունները, Երանի լավ իշխանություն լինեին, ես էլ ուրախ լինեի, հանգիստ կնեի իմ տունը եւ չմտահոգվեի հայրենիքով։ Ես այդ մարդուց ասում եմ, ճշմարտությունը ճիշտ հակառակն է։ Եթե ովևէ հայ, որ իսկապես հայրենասեր է, ասկասեր է եւ տեսնում է իր աչքերով ամեն օր, որ Հայաստանը փոքր ամեն օր մի քիչ ավելի գործանվում է Փաշինյանի պատճառով, եւ եթե այդ մարդը լուր մնա, անդեսե այդ գործանումը, այդ է որ հայրենասիրություն չէ։ Լուր մնալը հայրենասիրություն չէ։ Ցայն բարձրացնելն է հայրենասիրությունը, օգտակար լինելը երկրի գոյությունը փրկելն է, որ իսկական հայրենասիրությունն է։ Շնորհակալ եմ, սիրելի բարեկամներ, մենք հերթական անգամ ուղիղ կապով զրուցում էինք Միացյալ Նահանգներում բնակվող մեր հանրահայտ հայրենակցի գրող հրապարակախոս Հարութ Սասունյանի հետ, ով ինչպես ասացի, միշտ եղել եւ մնում է հայրենիքի կողքին։ Բոլորս պետք է միավորվենք։ Այսօր այսքանը, լավ եղեք, ցտեսություն։